Պարոն Ղազինյան, դուք հանդիսանում եք Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու և այժմ նաև իրացրեցիք ձեր ակտիվ ընտրական իրավունքը։ Արդեն բավական ժամանակ է անցել ընտրության օրվա սկզբից, կխնդրեմ կիսվել ձեր տպավորություններով, ինչ կարող ենք ակնկալել այս պահի դրությամբ։ Այս պահի դրությամբ բարձր մասնակցությունը թույլ է տալիս ենթադրել եւ ունենալ համոզմունք, որ միանշանակ հաղթանակը լինելու եւ հաղթելու է Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ իշխանությունները ձգտում են մաքսիմալ փոքր մասնակցությամբ, համոզված եմ, որ այսպիսի ակտիվությունը շարունակվելու է եւ Աստված առաջ ունենալու ենք հաղթանակ։ Միևնույն ժամանակ համացանցում արդեն բազմաթիվ են ընտրական խախտումների դեպքերը, որոնք արձանագրվում են լրագրողների կողմից, վստահված անձանց կողմից, շատերը չեն արձանագրվում հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից, բազմաթիվ են բաց քվեարկության դեպքերը, այս երևույթները արդյոք չեն խանգարի հետագայում ձեր հաղթանակի համար։ Անգամ այս երևույթների պարագայում այս ահռելի չափերի վարչական ռեսուրսի օգտագործման, վախի մթնոլորտի անգամ այս պարագայում ենք հաղթելու, իսկ դա նշանակում է հաղթելու է ժողովուրդը։ Իսկ եթե Աստված մի արասցե այլ երկ լինի, հետընտրական պայքարի Ուժեղ Հայաստանը պատրաստ է։ Միանշանակ բոլոր այսպես սցենարներին էլ պատրաստ ենք, մենք գործելու ենք միայն եւ միայն սահմանադրական սահմանության շրջանակների մեջ, ինչը նաև հորդորում ենք իշխանություններին։ Նաև տեղեկություններ տարածվել, որ հակակոռուպցիոն կոմիտեն դիմում էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի ձեզ զրկեր անձեռնմխելիության իրավունքից։ Կխնդրեմ մանրամասնեք ինչ գործի շրջանակներում է դա եղել եւ այս փուլում ինչ իրավիճակ է այդտեղ։ Մեր Ուժեղ Հայաստան կուսակցության արաբկիրի գրասենյակներից մեկի ամենայն հարգանքով եմ ասում Մաքրուհին, ինչի համար եմ սա ասում, որովհետեւ Մաքրուհին դժվար թե տեղեկ լիներ կամ խառնված լիներ այդ թեմաներին, եթե անգամ դա լիներ մի պատեսականորեն պատկերացնենք, Մաքրուհին խոսելուց Ղազինյան Դավոն փողը բերեց, տվեց, նախ առաջինը կասկածներ ունեմ, որ այդ կինը ուղղորդված է գործել եւ երկրորդը ես որևէ մեկին գումար չեմ տվել, երրորդը ես համոզված եմ, որ իրենք ինձանից էլ ձայնագրություններ ունեն, այդտեղ մի քանի անգամ եղել եմ, ինչպես իրենք էին նշում, թող այդ ձայնագրություններն էլ հրապարակեն, բայց չեն կարող, որովհետեւ այդ ձայնագրությունները հրապարակելու պարագայում ամեն ինչ պարզ կդառնա եւ չորրորդը, ինչպես բազմիցս մենք հայտարարել ենք, ընտրակաշարք չի բաժանվում։ Ընդհանրապես ընտրակաշարք մեր ժողովուրդը որպեսզի հասկանա, դա նշանակում է նյութապես շահագրգռել կամ խոստանալ ակնկալելով ընտրելու իրավունք ունեցող անձի ձայնը կամ պահանջելով։ Այսինքն այս պարագայում չկա միտեղ, որ ինչ որ մեկը գա, ասի գիտես ինչ, ինձ գումարը տվեցին, ասեցին քվեարկես իմ օգտին։ Դեռևս ես այդպիսի դեպք չեմ տեսել որպես այդպիսի։ Ընտրություններում հաղթելու դեպքում Ուժեղ Հայաստանի առաջին գործողությունները որոնք կլինեն։ Միասնություն։ Ամենաարագ եւ ամենաճիշտ գործողությունը մեր ազգը պետք է միասնական դառնա։ Մեր այն քույրերը, եղբայրները, ովքեր մոլորված են եղել, այսօր էլ մոլորված են, բայց մերոնք են։ Մենք մի ազգ ենք, մենք փոքր ազգ ենք։ Ամենայն դեպս 3 միլիոն այստեղ ապրում ենք, մենք իրավունք չունենք մասերի բաժանելու։ Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ մեր ուժը, մեր ղեկավարը, պարոն Կարապետյանը այդ միասնության կողմնակից է, հետո արդեն մնացած ծրագրերը շատ արագ կսկսեն իրականանալ։ Լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։